Այս վերջին մեկ ամսում մենք հանդիպեցինք մի իրավիճակի, երբ զինվորական կոմիսարիատները կարելի է ասել, որ ծանոթագրեր էին բաժանում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների, ովքեր այս կամ այն պատճառներով վերադարձել էին Հայաստանի Հանրապետություն կամ այս կամ այն պատճառներով արդեն իսկ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում։ Բայց Ժորժ ջան, վարժական հավաքների վերաբերյալ ծանոթագիր տալը դա զինվորական կոմիսարիատի կամ որևէ պաշտոնատար անձի ցանկությունը չէ կամ հայեցողական լիազորության իրականացումը չէ եւ ամեն անձի չէ, որ կարող է տրվել վարժական հավաքի վերաբերյալ ծանոթագիր։ Վարժական հավաքների կանչելու ամբողջ գործընթացը հստակորեն կանոնակարգված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, թե օրենքներով եւ թե կառավարության որոշումներով, իսկ այն ինչը որ ես լսում եմ բազմաթիվ քաղաքացիներից եւ այն գործելավոճ, այն վարքագիծը, որոնք ինչը որ դրսեւորել են զինվորական կոմիսարիատները կամ դրանց աշխատակիցները, ակնհայտորեն համապատասխանում են օրենսդրությանը, այդ ոլորտը կարգավորող նորմերին։ Հիմա ես ձեզ կընթերցեմ կառավարության որոշման համապատասխան հատվածները եւ կմեկնաբանեմ, հա ձեզ։ Ինչ է ասում կառավարության որոշումը վարժական հավաքների կանչելու գործընթացի վերաբերյալ։ Ընթերցումը։ Համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը համապատասխան վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 2 ամիս առաջ տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում կարգագրեր, որոնց հիման վրա պահեստազորայինները կանչվում են վարժական հավաքների։ Վարժական հավաքների անցկացման գործընթացում զինվորական կոմիսարիատները համագործակցելով համապատասխան զորամասի հրամանատարների հետ իրականացնում են վարժական հավաքների ներգրավող պահեստազորայինների ընտրություն։ Ինչի մասին է այս նորմը, հա, որ վարժական հավաքի սկսելու օրվանից առնվազն 2 ամիս առաջ արդեն պետք է սկսվի այդ գործընթացը, երբ որ Հանրապետական զինվորական կոմիսարիատը կարգագրեր է ուղարկում տարածքային զինվորական կոմիսարիատներին, իսկ տարածքային զինվորական կոմիսարիատները զինվորական զորամասերի հրամանատարների հետ արդեն կատարում են վարժական հավաքների կանչվող անձանց ընտրություն, այսինքն սա գործընթաց է, որը տևում է առնվազն 2 ամիս։ Հետևաբար իր ցանկությամբ, իր որոշմամբ կոնկրետ տվյալ օրը ոչ մի զինվորական կոմիսարիատի որևէ աշխատակից չի կարող տանել եւ ծանոթագիր տալ որևէ անձի։ Այսինքն արդեն անձանց ընտրությունը պետք է կատարված լինի վարժական հավաքի սկսելու օրվան նախորդող 2 ամսյա ժամանակահատվածում եւ կոնկրետ տվյալ օրը, կրկնում եմ, չի կարող որոշում կայացվել, որ այս կամ այն անձին պետք է տրվի վարժական հավաքի վերաբերյալ ծանոթագիր։ Հիմա հաջորդը։ Տեսեք, վարժական հավաքների կանչվում են զորամասերին կցագրված, նախորոշված պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից համապատասխան զինվորական հաշվառական մասնագիտություններ ունեցողները։ Վարժական հավաքների կանչվում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված այն պահեստազորայինները, որոնք ունեն համապատասխան զինվորական կամ քաղաքացիական մասնագիտություն կամ դրանց հարակից մասնագիտություններ եւ պիտանի են զինվորական ծառայության համար։ Տեսակ, այս դեպքում եւս մինչև վարժական հավաքը սկսել, այսինքն բուն վարժական հավաքի վերաբերյալ ծանոթագրեր տալու գործընթացը, զինվորական կոմիսարիատները համագործակցելով զորամասերի հետ արդեն իսկ պետք է ունենան նախորոշված այն մասնագիտությունները եւ այն կատեգորիան, որը պետք է ներգրավի վարժական հավաքների, հա։ Դրանք են այն անձինք, որոնք կամ կցագրված են նախապես զորամասերին, կամ եթե կցագրված չեն, ունեն համապատասխան զինվորական կամ քաղաքացիական մասնագիտություն եւ պիտանի են զինվորական ծառայության համար։ Այսինքն ցանկացած անձ չէ, որ կարող է տարվել վարժական հավաքի եւ ցանկացած անձի չէ, որ կարող է տրվել վարժական հավաքի վերաբերյալ ծանոթագիր, կրկնում եմ, այդ անձանց քանակությունը, այդ անձանց որոշակի խումբը արդեն իսկ նախապես պետք է պլանավորված եւ նախապես պետք է արդեն հաշվառված լինի մինչեւ վարժական հավաքների անցկացման վերաբերյալ ծանոթագիր բաժանելը։ Եվ այն, կրկնում եմ, ինչի մասին որ ես լսում եմ, ակնհայտորեն հակասում է իմ կողմից ընթերցված նորմերին։ Լավ եղեք պաշտպանված եւ իմացեք ձեր իրավունքները։